Հարցս վերաբերում է ուղղակիորեն առաջիկա ընտրությունների մեկ մեծագույն խոչընդոտը հաղթահարելու ձեր բանաձևի։ Միջազգային ուժային կենտրոնները արդեն փաստորեն աշխարհի աչքի առջև բոլոր ստանդարտները խառնել է իրար, խախտվածը, դեռ ավելին, այլանդակ կերպարանք է ստացել։ Այնպես որ այդ ուժային կենտրոնները տարբեր ցամաքամասերում, երկրներում ընտրություններ լինեն թե այլ նման կարգի քաղաքական փոփոխություններ տվյալ երկրներում, ինչև իսկ հովանավորում են ապիկար գործող իշխանություններին, մեր դեպքում կապիտուլանտ իշխանությանը, եւ անամոթաբար բարձրաձայնում են դա։ Վերջերս կար մի քանի օրինակներ Եվրոմիության պատասխանատուն այդպիսի հայտարարություն արեց, երբ հանդիպում էր վարչապետին այստեղի, նույնիսկ մոլդովական տարբերակ էր իրեն առաջարկում, եթե դժվարությունների առջև կանգնեցին, որ կարելի ընտրությունները այդպես եզրահանգման տանել, հարցս հետևյալն է, ձեր մրցակիցը Արգարժան Դաշինք Հայաստանի ոչ միայն գործող իշխանություններն են եւ մի շարք ուրիշ ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր խմբակցություններ, այլ կարծում եմ միջազգային ուժային կենտրոններն են։ Դա հաղթահարելու ինչ տարբերակներ, ես չգիտեմ քարոզչական ասեմ, նյութական ասեմ, անհավասար պայքար է։ Ընտրազանգվածը ժողովրդի իրական քվեն միատեղելու, կենտրոնացնելու հոգուտ այն Հայաստանի, որ բոլորս երազում ենք, կար այստեղ մեր հարգելի հարցողներից մեկն էլ ակնարկեց դրա։ Երաշխիքների մասին խնդրում եմ ասեք, ինչ է մտածում, որ կարողանանք այդ խոչընդոտը հաղթահարել։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ակնհայտ է, որ նաև սրանք անընդհատ դրսից տղա են բերում։ Մենք ծանոթ ենք դրսի բոլոր հայտարարություններին եւ ամեն կերպ անում են հիբրիդային պատերազմի մասին, որ այդքան խոսում են, ակնհայտ իրենք են իրենց հրավիրել եւ փորձելու են ուղիղ արտաքին միջամտություն Հայաստանի առաջիկա ընտրությունների վրա։ Մեր մոտեցումը շատ հստակ է եւ հետեւյալ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Մենք ձեզ վստահեցնում ենք, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակտիվորեն մասնակցեն ընտրությանը, քվեարկեն ընդդիմությանը, արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Իսկ մենք մեր քաղաքացիների քվեն պահելու ենք։ Երբ որ մեզ հարցնում են, որն է սրան հեռացնելու բանաձևը, երկու բան ենք ասում. ակտիվ մասնակցել ընտրություններին ու չքվեարկել գործող իշխանությանը։ Արտաքին որևէ ուժ որևէ բան չի կարողանալու անել։ Այո, իրանք հրավիրել են, այո, Եվրոմիությունից ուղիղ հայտարարում են տարբեր սցենարների մասին, խոսում են մոլդովական սցենարի մասին, փորձելու են, այո, իրանք Հայաստանում իշխանություն ձևավորեն։ Դա երբ կարան, երբ որ մեր քաղաքացիները չգնան ընտրության, կամ տեղիք տան այս մանիպուլյացիաներին, այս քարոզությանը եւ այլ։ Մեր գործը նաեւ այս օրերին հենց այդ է, որ մեր հանրության բոլոր շերտերի հետ աշխատենք, բացատրենք, գնան տեղամաս, չքվեարկեն իշխանությանը։ Ընդդիմության մեջ ում պետքա քվեարկեն։ Կարծես դաշտը օրեցօր բյուրեղանում է։ Ինչ որ փուլ հետո շատ հեշտ է լինելու այդ ընտրությունը կատարել ընդդիմության միջև։ Էլ մենք կարիք չունենք էլ բացատրելու ով, ամեն մեկ ինքնիրան բացահայտում է։ Ստեղ էլ շատ պարզ ընտրություն կունենաք կարճ ժամանակ հետո։ Հետևաբար այդ է տարբերակը, ընկեր, գնալ, մասնակցել ու չքվեարկել այս իշխանությանը։ Արտաքին միջամտություն լինելու, այո, փորձելու են, այս իմաստով փորձելու են ազդեցություն ունենալ։ Հավանական ռեպրեսիաներ, ձերբակալություններ, խոչընդոտեր, սահմանափակումներ, այո, այս իշխանությունը փորձելու անել։ Ու այո, արևմուտքը իրեն կանաչ լույս տվել է ու ուղղել հայտարարում է, գնա ինչ ուզում ես արա, վերարտադրվի։ Մենք ուրիշ այլ տղա դրսից չենք կարա բերենք իրաց դեմը առնելու համար։ Մեր տղեն, այսպես ասած, ժողովուրդ։ Ու ես վստահ եմ, որ ճիշտ աշխատենք, կպտնենք, հանրության բոլոր շերտերը ակտիվացնենք, ստացվելու է։ Իրականության մեջ որոշ խնդիրներ այս հանգամանքը մեզ համար ստեղծում է։ Մենք չենք կարող ասել, որ ընդհանրապես խնդիր չի ստեղծում։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ այն բանի պես են անեկդոտ կա, որ ասում է հայկանուշը էլ չի։ Եվրոպան էլ այն չի։ Ասած։
Ուրեմն դիմակայելով ենք, պետք է ավելի ակտիվ աշխատենք։